Հանուն Հոր եւ Որդու եւ Օգնության Սրբու ամեն։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր ընթերցվածը մեր Մարկոս ավետարանչից է։ Բացում ենք Մարկոս ավետարանի գիրքը, հատվածը ներողություն։ Եվ գալիս 12-րդ գլուխ։ 12-րդ գլուխ վերջին համարներն են։ 38-րդ համարը։ Եվ սովորեցնելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր. զգույշ եղեք այդ օրենսգետներից, որ ուզում են աչքի զարկնող զգեստներով ման գալ, հրապարակներում հարգանքի ողջույններ որոնել, ժողովարաններում առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ պատվո տեղերը։ Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, որպեսզի ավելի խիստ դատաստան ընդունեն։ Սիրելիներ, տեսեք, ուրեմն կամաց Քրիստոս մոտենում է խաչելության։ Ինքը գնալու է, բայց այդ ընթացքում ուրեմն հոգևոր առաջնորդներ կային, չէ՞, եւ առաքյալները հոգևոր առաջնորդներ պիտի դառնային, բայց այնտեղ կային հրեական առաջնորդներ եւս։ Այստեղ օրենսգետներին է հիշատակում, օրենսգետները նաեւ հիշատակում են որպես դպիրներ։ Սրանք Աստվածաշունչը անգիր գիտեն, 5 կտականի մասին է խոսքը։ Եվ հին աշխարհում ընդունված է եղել անգիր սովորել։ Մինչև հիմա մահմեդական աշխարհում դա պահպանված է։ Իրենց դպրոցներում շատ տեղերում Ղուրանը անգիր են սովորում։ Մինչև հիմա կա։ Եվ այս օրենսգետները, քանի որ իրենք օրենքը գիտեն, իրենք նաև մյուսներին էին սովորեցնում։ Եվ իրենք հեղինակություն էին վայելում, որպեսզի Քրիստոս իր աշակերտներին, իր հետնորդներին չթողներ երկընտրանքի առաջ, կասկածների առաջ, արդյոք կամ ովքեր են օրենսգետները, ինքը բացահայտում է նրանց դեմքը, որպես իր բացակայության ժամանակ իրենք հանկարծ չփոթվեն, չմոլորվեն եւ գնան օրենսգետների ետևից։ Նրա համար ինքը կոնկրետ բացում է, պատռում է նրանց դիմակը, ներողություն ես բարի համար։ Եվ ինչ ասում, աչքի զարնող զգեստներով են ման գալիս, գիտեք, ամբողջ հին աշխարհում ընդունված է եղել եւ մինչեւ հիմա էլ կա, որ ունևոր կամ հարուստ մասսան ասեմ, հագել են երկար զգեստներ, դե հիմա մոդան փոխվել է, ամեն մեկը ինչ ասես հագնում է, բայց երկար զգեստները համարվել են բարեկեցության նշան։ Հարուստները կամ եթե տեսել եք ռուսական ֆիլմում իրենց իշխանները, բոյարները, իրենց հագած զգեստները երկար, այնպես որ երկար զգեստը խոսել է իրենց կարգավիճակի մասին, իրենք որ բարձր կարգավիճակի մարդիկ են այսպես։ Ճոխ զգեստները եւ Քրիստոս ասում է զգույշ եղեք, որ իրենք աչքի զարնող զգեստներով ման են գալիս, աչքի զարնող։ Հիմա երբ միամիտ հարց առաջանա, ասեք, դե որ այդպես է, Քրիստոս ասել է աչքի զարնող զգեստներ մի հագեք, իրականության մեջ զգեստը մեղք չէ, նույնիսկ երկար զգեստը, հակառակ երևի կարճ զգեստ ավելի շատ էսպես, շատ կարճ, որ հիմա ակում են։ Երկար զգեստը մեղք չէ։ Տարբեր տեսակի զգեստներ կան, տեսեք քահանայական զգեստ կա, գիշերանոց, այսպես քնելու համար զգեստներ, ճամփորդական, սպորտային, տանը հագնելու զգեստներ, հյուր գնալու ռեստորանի, չգիտեմ, պաշտոնական հանդիպումների, ամեն պահի տարբեր տեսակի զգեստներ են վայելում։ Ես ուղղակի միանգամից ասեմ, ինչ վերաբերում է մեր քահանայական զգեստի, որ այսպես ճոխ հագնվում է, մենք չպետք է մոռանանք, որ պատարագը Քրիստոսի կյանքի պատմությունն է, պատարագը,
Եվ երբ որ քահանան վերևից իջնում է, ներքևով պտտվում բարձրանում է, դա կոչվում է աշխարհ գալոց, աշխարհ գալը Քրիստոսի։ Եվ ինքը քահանան տվյալ դեպքում ինքը իրեն Քրիստոս է ներկայացնում։ Դրա համար որպեսզի Քրիստոս փառավոր երևա, քահանաները ճոխ զգեստներ են հագնում։ Եվ կարող են ամենավերջին ճոխ զգեստը հագնել, որտեղ դա իրեն փառք ու պատիվ չի բերում։ Այդ Աստծու փառքն ու պատիվն է Քրիստոս է ինքը ներկայացնում, որպեսզի Քրիստոս մեր աչքին ավելի պատվավոր երևա։ Չէ՞ որ մենք էլ երբ որ քահանան իջնում է, նաև զգեստի ծոփքերն ենք, չէ՞ երբեմն ձեռք տալիս համբուրում կամ ինչի համար, որտեղ այն կինը հիշեք, որ Քրիստոսի զգեստին մերձեցավ ու բժշկություն ստացավ, որտեղ մենք էլ խորհրդանշաբար ընդունում ենք, որ քահանան Քրիստոս է ներկայացնում եւ այդ զորությունը Աստծո միջոցով, զգեստի միջոցով նայես մեզ պիտի անցնի, ինչպես որ եղել է այդ կնոջ հետ, որը արյունահոսությամբ է տառապում։ Այնպես որ զգեստը ինքնին մեղք չէ։ Հրապարակներում հարգանքի ողջուներ որոնել։ Ժողովրդի ում պիտի գնային, կամ տուն, կամ աշխատելու, կամ հրապարակներ, կամ շուկա։ Ժողովարաներում, ժողովարանները սինագոգն է, եկեղեցին է, լավ էսպես ասեմ։ Առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ, այն միջալս ված չզգաք, որ ասում առաջին աթոռները, սա այդ կապ չունի։ Առաջին աթոռը մեղք չի, մեղք չէ որ նստեք առաջին աթոռներին։ Բայց իրենց մոտ սա շատ կարևոր է, ուրեմն բառը հայերեն դժվարում եմ ասել, սուբորդինացիա ասված է հարաբերություն, որ ցույց տվող աստիճանակարգը։ Եթե ձեր տունը մարդիկ են գալիս, հյուր են գալիս, դուք իրենց լավն եք հյուրասիրում, չէ՞։ Պատվավոր տեղեր եք նստեցնում, ուզում եք մարդուն պատված լինեք։ Բայց նրանց մոտ մի քիչ ուրիշ է եղել, սա պարտադիր միայն իրենք պիտի նստեին, իրենք էին արժանի, անպայման հրապարակներում պիտի իրենք գային, ողջուներ, իրենց պիտի պտտվեն իրենց բարևեն եւ իրենք պես երկար ողջուներ փոխանցեն իրենց, որպեսզի մարդկանց աչքին լավ մեծ հավատացյալներ երևային իրենք։ Իրականության մեջ ես ինչ-որ Քրիստոս ասում է, չէ՞ մեր Տերը։ Այո, հրապարակներում, այսպես հարգանքի ողջուներում, ժողովարաներում, սեղանատանը պատվո տեղեր կան, ովքեր նստում են, այո, այդտեղ պատված մարդիկ են, պատվավոր են եւ այլն։ Բայց ինչ որ մի բան է, չէ։ Դա առաջոք է, արտակուստ այդպես երևում։ Բոլորս էլ այդպես ենք, չէ՞ ժողովուրդ, արտաքինից բոլորս ուզում ենք լավ երևանք, բոլորս ուզում ենք լավը ցուցադրենք։ Ինչ որտեղ ժողովուրդ, նաև մենք էլ ենք սենց, հա, այսպես չի որ եկել ենք, այս օրենս գետներին, փարիսեցիներին, դպիրներին մեղադրում ենք, մեր մեջ չկա այդ բանը, մեր մեջ էլ կա, մենք էլ ամեն մեկս ինչ որ չափով ունենք, երբ որ պահ եղել կյանքում չեղել, որ գլուխ են գովացել, մի բան պատմել ենք, ավելի ճոխ ենք պատմել։ Այո, ընթրիքների ժամանակ պատվական տեղերը։ Եվ այստեղ ուրիշ տեղեր եւս Քրիստոս ասում է զգույշ եղեք այդ փարիսեցիների խմորից կամ թթխմորից, որը սկսում է ամբողջ զանգվածը թթվեցնել, տարածել։ Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, որպեսզի ավելի խիստ դատաստան ընդունեն։ Այդ այրիների տների մասին խոսք է այրի կանայք, ովքեր որ ժառանգներ չունեին, ի վերջո այնպես են անում, որ իրենց տները իրենց մնա։ Հաշվելով, որ իրենք են ժառանգները։ Այմիջայլոց շատ մեկ ունենք, ովքեր որ այրիներ իրենց տները կտակել են եկեղեցուն եւ եկեղեցին դա օգտագործել է, ընդունենք թե ծրագրով։ Մի տան մեջ ապրել են, տարիքով կանայք միասին հավատացյալների մյուս տները վարձով են տվել եւ այդ գումարով պահել են տարեցներին։ Սա ուրիշ է։ Այստեղ անձնականի մասին է խոսք, երբ որ անձնապես վերցնում ես ինքդ քեզ։ Եվ ցուցադրաբար աղոթքներ են երկարացնում։ Ի վերջո աղոթքը երկարել կարելի է աղոթել եւ կարճ կարելի է աղոթել, բայց այստեղ ցուցադրությունն է սխալ։
պետք չի որ դա ցուցադրաբար լինի, բայց նաև մի ամաչեք, երբ որ դուք աղոթք եք անում ու մարդիկ տեսնում են։ Երբեք ված չզգաք, որ մարդիկ նայում են։ Գիտեմ, մենք էլ Քրիստոս չէ որ մարդկային հոգին ճանաչում է, ասում է ծածուկ աղոթք կարեք ձեր համար։ Ինչի համար, որտեղ ծածուկ կամ առանձին ներողություն, առանձին աղոթք կարեք, առանձին աղոթքի ժամանակ ավելի լավ ես կենտրոնանում, ավելի լավ ես հանգիստ աղոթք տանում ես։ Երբ որ կողքից մարդիկ կան, հիմա գնացեք շուկայում բանաստեղծություն գրեք կամ աղոթք արեք, էլի կարելի, բայց այդ անդադ գալու են հարցնեն, խանգարեն եւ այլն, դրա համար առանձնանալ ավելի օգուտ է տալիս, բայց նաեւ ամենտեղ կարելի է աղոթել, բայց ոչ ցուցադրաբար իհարկե։ Իսկ եթե դուք աղոթում եք, փողոցում անցաք, եկեղեցի տեսաք, խաչակնկվեցիք, հայր մեր ասեցիք, ձեր մտքում աղոթք արեցիք, եւ դա ձեր սրտից է բխում, երբեք չամաչեք դուք դրանից։ Դա նշանակում է դուք դա ձեր քարոզն եք անում։ Խնդիրը ցուցադրաբարի մասին է խոսքը, մի խոսքով։ Այնպես որ եւ զգեստներից սկսած ամենը նպատակ ունեն, եթե տեղում է, ինքը իր տեղում է օգտագործվում։ Նայեք ինչ է խնդիրը այստեղ։ Երկրորդը սրանից հետո Քրիստոս խոսում է այրի կնոջ լումայի մասին։ Մեզ թվում է թե դրանք տարբեր բաներ են, այդտեղ կեղծավորությունն է, այստեղ ինչ-որ այրիկին, բայց իրականության մեջ ինքը մի քիչ ուրիշ տեսանկյունից է մոտենում հարցին։ Ուզում է ասել, եթե այսօրվա լեզվով ասենք, կապիտալիստական, նյութապաշտական մոտեցման մասին է խոսքը, արտաքին մոտեցման մասին է խոսքը, Քրիստոս ասում է ոչ միայն արտաքինի նայեք, այլ նաև ներքինը նայեք, ներքին բովանդակությունն է կարևոր։ Երբեմն այդպես է, չէ, գրված է ինչ-որ նամակ, ասում ենք տողատակը նայեք։ Կամ մարդը գնում է հոգեբանի մոտ խոսելու, երկար խոսում է, ինքը չպատմելով հոգեբանը, եթե այսպես արեստավարժ է, ինքը հասկանում է, թե ինչ պիտի ասեր այդ անձը, որը չի կարողանում ասել, եւ ինքը կարողանում է դա գտնել ու վեր հանել։ Ներքին խնդիրն է կարողանում գտնել։ Այնպես որ այն ինչ որ առաջոք երևում է, աչքի առաջ, աչքով տեսնում եք, ոչ միշտ կարող է ճիշտ լինել։ Եվ այս մյուսը շատ հայտնի դեպքն է, առակ չէ, սա իրականություն է եղել։ Հիսուս գանձանակի դիմաց էր կանգնած, դիտում էր, թե ինչպես է ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ։ Գանձանակն էլ մետաղից է։ Գումարները, որ գցում են մեջը, զնգում էին։ Այնպես զնգոց էր գալիս։ Շատերը գումարներ էին լսում, շատ, եւ ասում են մի այրիկին եկավ։ Այրիկին ով է։ Այրիկինը ոչ ժառանգներ ունի, ոչ հարազատ, կարող է հարազատ ունենալ, բայց երեխա չունի, որ է նայի։ Եվ ինչ է անում, այնտեղ երկու լումա է գցում։ Լավ 2 դրամ է գցում, կամ 20 դրամ ասենք։ Շատ քիչ գումար է գցում։ Մենք նախկինում էլ ենք ասում, գրոշ։ Հիշում եք են, մի կոպեկը, 2, 3, 5 կոպեկների գույնը ուրիշ էր, չէ՞։ Այն սովետական կոպեկները, նոր դրանց 10 կոպեկից սկսում էր գույնը փոխվել։ Դրանց ասում են գրոշ։ Եվ Հիսուս իր աշակերտներին կանչեց իրեն մոտ, կանչում է, ասում է, եկեք այստեղ։ Տեսեք, ասում է, դուք տեսակ չէ, շատ մարդիկ շատ գումարներ գցեցին գանձանակի մեջ։ Չի մեղադրում է գումար գցողներին։ Իրականությունն է ֆիքսում։ Ինչ որ տեսա, որտեվ նայող ինչ պիտի ասել, պիտի ասեն նայ նրանք շատ գումար գցեցին, այս կինը քիչ գումար գցեց։ Պարզ է շատ աշխատողին ավելի շատ պատիվ պիտի լինի այսպես, պիտի ստանա, քան թե են քիչը։ Բայց այստեղ Քրիստոս ասում է, տեսեք, այդ կինը, այդ մարդիկ իրենց ունեցածից, ավելացածից գցեցին, ավելցուկներ կամ այսպես ասած, իրենց համար մեծ նշանակություն չուներ այդ գումարը, բայց այս կնոջ համար մեծ նշանակություն ուներ, որտեղ ինքը իր ամբողջ ունեցվածքը գցեց, իր ամբողջ եղած էր, ուրիշ չուներ էր։ Նա իր չքավորությունից գցեց ամեն ինչ, որ ուներ, իր ամբողջ ապրուստը։ Այստեղ չի ասում, ժողովուրդ, ձեր ամբողջ ապրուստը բերեք գցեք գանձանակ, հանգարց խնդրում եմ սխալ չպատկերացնեք կամ սխալ տպավորություն չլինի ձեր մոտ։ Ամեն մարդ անում է այնպես, ինչպես որ ինքն է հարմար նկատում կամ ճիշտ գտնում։ Ըստ ավետարանի։
Բայց չի նշանակում, որ ամբողջ ունեցվածքը պետք է լցվի այնտեղ։ Եթե լցրեցիր, ապա մարդկա այդ գումարով երեխա պիտի հաց առնի, կաթ առնի, ընտանիք է հոգսել։ Չեմ ուզում բացարձակ մոտենակ այս խնդրին, այսպես տառակերությամբ չմոտենակ։ Ուղղակի ինքը ցույց տվեց, որ առաջոք շատ բաներ երևում, ուրիշների աչքի առաջ թվում է, թե այս մարդիկ շատ բաներ արեցին, բայց այս կինը իր չքավորության մեջ ինչ ասես ուներ արեց, այսինքն միշտ չէ, որ հերոսություն անելու համար պետք է, չգիտես, կամ բարերար լինելու համար պետք է շատ գումարներ զոհաբերել։ Սրտան ծարված զոհաբերությունը ևս մեծ բարերարություն է։ Սրտան ծարված թեկուզ չնչին։ Երբեմն մուրացկաներ կան, մուրացիկներ կան, որ գումար ես տալիս, ենքան են հարստացել, այդ կոպեկները, եթե մանր կոպեկներ են, իրենք դեն են նետում, շպրտում են։ Ոչ ինչ ես տալիս։ Սովորել է, որ տի շատ ստանա։ Բայց այդ մարդը հետ ուներ կամ այդքան կարողացա, կամ այդքան էր կամինում, պետք է շնորհակալություն ուղղակի հայտնել։ Հատկապես, որ այդ մարդուն քեզ պարտավոր չի, հատկապես, որ այդ մարդը դու այդ մարդու համար աշխատանք չես արել եւ ինքը քո վճարը չի պահում իրեն կամ կիսատ վճար չի անում քեզ։ Շատ լավ։ Այս ինչ որ ասացի, բոլորս էլ գիտենք, բոլորս էլ կարդացել ենք, շատ հայտնի պատմություններ էս այրի կնոջ դուման, ուղղակի մի անգամ եւս վերհիշեցինք, որ հասկանալու համար, որ չափանիշներ գոյություն ունեն, ոչ միայն նյութական, ոչ միայն ես որ ասի մատերիալիստական աշխարհի, այսպես կապիտալիստական մոտեցումներով արժեքային համակարգից բացի, նաև կան արժեքներ, որոնք որ ավելի հոգևոր են, ավելի սրտին մոտ, ավելի խղճին մոտ, ավելի մտքին մոտ, այսինքն աշխարհը միայն փողով չի չափվում, ժորդ։ Աշխարհը նաև չափվում է մարդու կամեցողությամբ, մարդու սրտով։ Ի վերջո, տեսեք, մենք միշտ ասում ենք աշխարհի վերջ, հետարք այդ աշխարհի վերջը ինչի պատճառով պետք է գա։ Պատճառը ո՞րն է, գիտեք։ Այո, մեղքերն են։ Մեր մոտեցումն է։ Թեկուզ բնությունը, որ վերացնում ենք, էլի մենք մեր նյութի համար, օդն ենք կեղտոտում, ամեն ինչ որ անում ենք, փողի համար ենք մենք անում, նյութի համար փչացնում ենք աշխարհը։ Նաև մեր մեղքերի սխալների համար, չէ որ մենք փչացնում ենք նաև մեր տարածքը, ինչի համար եք անդադ տնօրինեք անում, տարվա մեջ նույնիսկ 2 անգամ։ Ինչ է եկեղեցին ավելի մաքուր, քան թե տունը։ Որովհետև այստեղ աղոթք է արվում, չար ցանկություններ չկան, որովհետև տանը, երբ որ հայոյում ենք, երբ որ վատ բաներ ենք ասում, երբ որ չարություն կա ու նախանց կա տան մեջ, այդ տունը սկսում է պղծվել։ Երբեմն երեխաները փոքրիկ, ովքեր որ բառերը չեն հասկանում, իրենք ավելի շատ զգացողություն է իրենց մոտ զարգացած, իրենք սկսում են լացել, անհանգստանալ այդ տան մեջ։ Հետո ուսումնասիրում ես, տեսնում ես, որ այնտեղ ինչ-որ ծնողների մեջ վատ հարաբերություն կա, նախանց կա տան մեջ, չարություն կա։ Այդ ամեն ինչը պղծում փչացնում է մեզ, մեր տարածքը, մեր ուտելիքը, մեր ջուրը, որ խմում ենք, այսինքն տեսեք, որտեղից է գալիս աշխարհի փչանալը։ Գալիս է մեզանից, մեր մեղքերից, մեր չարությունից, շքամությունից, նախանձությունից, ամեն տեսակ վատություն, վատ երևույթներից։ Այնպես որ ուրեմն կա ֆիզիկական, մարմնավոր, դրամական, նյութական արժեքներ կամ արժեհամակարգ եւ կա հոգեվոր արժեհամակարգ, որը շատ կարևոր է, որի բացակայության պատճառով փչանում է նաեւ նյութական աշխարհը։ Սա է իմ գուցե փիլիսոփայական այսպես ավարտ տվեցի իմ խոսքին, բայց վստահ եմ, որ բոլորիս համար էլ պարզ դարձավ, որ ինչ-որ անում ես սրտով պիտի անես, սրտանց պիտի անես և չափի մեջ անես հնարավորության սահմաններով։ Աստված օրացնի յուրաքանչյուրից, Տիրոջ շնորհները, իմաստությունը յուրաքանչյուրիդ հետ, ամեն։